Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հավաքի կազմակերպիչներին հրավերի համար։ Շնորհակալություն հայտնել նաև նրա համար, որ շնորհիվ այս հավաքի մենք նորից այն պատմական իրադարձություններին անդրադարձանք, որոնք ձևավորեցին մեր հերոսական ազատագրական պայքարը Արցախի ազատության, Արցախի ինքնորոշման համար։ Դրանք իսկապես հերոսական էջեր են եւ մենք երբեք չպետք մոռանանք այն միասին անցած ճանապարհը, այն նվաճումները, որ մենք ունեցել ենք, բայց նաեւ պետք է մտորենք նրա մասին, թե ինչու մենք այդ նվաճումները չկարողացանք պահպանել։ Օրինակ ես ավելորդ չէի համարի ասել, որ այստեղ հնչած մի ելույթը հենց ցույց է տալիս, թե ինչու մենք կորցրեցինք մեր նվաճումները, որովհետև շատ դեպքերում ընկել ենք երազանքների գիրկը, որովհետև շատ դեպքերում իրատեսական նպատակներ չենք դրել մեր առաջ, որովհետև հայտարարել ենք բաներ, որոնք ցույց են տալիս, որ այդ հեղինակները, այդ հայտարարությունների մտածում են, որ իրավունքն է ծնում ուժը, մինչդեռ լրիվ հակառակն է, կներեք, ուժն է ծնում իրավունքը եւ մենք պետք է հասկանանք ի վերջո, որ մենք գործում ենք ռեալ աշխարհում, որտեղ կա ուժի բալանս, որտեղ մեր որոշումները պետք է խարսխված լինեն աշխարհակահական իրողությունների եւ ուժի բալանսի խորը վերլուծության վրա, ոչ թե մեր երազանքների ընդ որում այնքան անիրատեսական, որ իրականում մեր երազանքներին լրիվ հակառակ արդյունքներն են տալիս։ Այդպիսի ելույթներ չպետք է հնչեն, ընդհանրապես ժամանակներ, որ մենք այս դասերը քաղենք ու հասկանանք, որ էսա մեր ձախողումների գլխավոր պատճառը։ Ես կուզեի օգտվելով այս առիթից ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, որը ես կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը այնուամենայնիվ ներկայացնեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք ընտրություններ եւ կարծում եմ, որ Արցախի խնդրի շուրջ դիրքորոշումները քաղաքական ուժերի նաեւ շատ կարևոր չափանիշ են, որով մեր ժողովուրդը շատ արցախահայեր, որոնք արդեն ունեն նաեւ ընտրելու իրավունք Հայաստանում, պետք է ունենան այդ հարցերի պատասխանները։ Դրա համար ես կարճ ներկայացնեմ մեր դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ։ Նախ գիտեք, որ մենք միշտ եղել ենք Արցախի ինքնորոշման շատ հետևողական կողմնակիցը, մենք միշտ աշխատել ենք եւ այդ պաշտպանության, այդ պատերազմի ընթացքում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ կարծում եմ հասել ենք բոլորով միասին շատ լուրջ արդյունքների այն ժամանակ, իսկ հետագայում էլ հետևողականորեն նվիրվել ենք այդ խնդրին, որ ճանաչվի Արցախի անկախության միջազգային ճանաչումը գնա ինչ որ հանգրվաններով, ելի հասկացել ենք, որ դա հնարավոր չի ակնթարթային ինչ որ լուծումներով, բայց մենք քայլեր ենք արել, որ տանում էին դեպի այդ ճանաչումը եւ ես կարծում եմ օրինակի համար 1997 թվականի փուլային խաղաղության ծրագիրը եղել է իրականում ամենապրոդուկտիվը եւ արդյունավետը եւ ամենախոստումնալիցը, ինչու, որովհետեւ այնտեղ տարածքային ամբողջականության մասին որևէ խոսք չկար Ադրբեջանի, իսկ ամենակարևոր հանգամանքը այն էր, որ այդ փաստաթուղթը, խաղաղության փաստաթուղթը պետք է ստորագրեին 3 կողմ, այսինքն ճանաչված միջազգանորեն ճանաչված պետությունների հետ հավասար, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հավասար պետք է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ արդեն սրանով մենակ ստորագրման ակտով, ինչպես նաեւ այդ խաղաղության պայմանագրային տեքստում դրված այն դրույթով, որ հետագայում Արցախի ստատուսը պետք է որոշեն հենց այս 3 կողմերի բանակցությամբ, արդեն ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը, որին տեր էին կանգնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ԵԱԿ-ն եւ այլն եւ այլն։
Մենք միշտ եղել ենք այս կուրսի վրա եւ բնականաբար շարունակելու ենք, բայց հիմա պետք է հասկանանք, որ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք նոր ծրագրային առաջնայնություններ են մեր առաջ դնում։ Հետևաբար ես կասեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ ոչ մի արցախահայ, հա, մենք ճանաչում ենք արցախահայության իրավունքը դեպի պատմական հայրենիք վերադարձի, ճանաչում ենք եւ պաշտպանում ենք, այդտեղ որևէ երկ իմաստություն չի կարող լինել։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ կան իրողություններ, մասնավորապես այն, որ այսօր ոչ մի արցախահայ առողջ դատողությամբ խելքը գլխին մարդ չի գնա բռնապետական Ադրբեջան ապրելու, չի գնա, որովհետև դա ունիտար Ադրբեջանն է, որտեղ դատախազներին, միլպետներին նշանակել են Բաքվից կամ ադրբեջանցի կնշանակեն կամ հլու հնազանդ կամակատարներ, որոնք չգիտես ինչ ձևով կոտնահարեն հայերի իրավունքները, պետք է ինտեգրվեն, դառնան Ադրբեջանի քաղաքացի երեխաները պետք է գնան ադրբեջանական բանակում ծառայեն, իսկ համակարգային հայատյացության վրա կառուցված այսօրվա Ադրբեջանը դուք հասկանում եք ինչ մթնոլորտ կստեղծի այդ երեխաների համար, այսինքն հասկանալի է, որ դա հնարավոր բան չի, միակ հնարավորությունը այն է, որ իսկապես ստեղծվեն ինչ-որ միջազգային երաշխիքներ, որոնց ներքո Արցախի բնակչությունը կարող է վերադառնալ այնտեղ, բայց եկեք ռեալիստ լինենք, վստահաբար բոլորդ էլ հասկանում եք, որ որևէ միջազգային ճնշմամբ, դիվանագիտությամբ նման սահմանափակումը ապահովել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքին նկատմամբ իրենց ընկալած ինքնիշխանության նկատմամբ հնարավոր չի։ Ոչ մի դիվանագիտություն չի կարող այդ հարցը լուծել։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ այսօր մենք ունենք կարևոր առաջնայնություններ, որովհետև այն քաղաքական ուժը, որ ասում է ես հեսա գալու եմ իշխանության եւ ապահովելու եմ Արցախի վերադարձը դեպի Արցախահայերի վերադարձը դեպի Արցախ, ինքը ըստ էության ասում է, որ ես գնալու եմ չեղած բանակով պատերազմելու։ Էս է ասում, ուրիշ բան չի ասում։ Հետևաբար մենք կարծում ենք, որ եւ մենք գնալու ենք ընտրությունների այս նպատակադրություններով Արցախի հարցում, երեք կարևոր խնդիր կա մեր առաջ դրած առաջնայնություն, մի րոպե կներեք, որ չսխալվեմ, ուրեմն այսօր մեր առաջնային խնդիրները հետևյալն են։ Նախ գերի վերցրած մեր Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության ղեկավարների վերադարձը։ Այս հարցը առաջնային հարց է, որը պետք է լուծել։ Եվ դա մի հարց է, որը իրականում կարող է լուծվել, եթե մենք չունենայինք այսօրվա իշխանությունը, որը ոչ կարողանում է այդ հարցը լուծել, ոչ էլ ցանկանում է այդ հարցը լուծել։ Երկրորդ առաջնայնությունը դա այնպիսի խաղաղության հաստատումն է, այս ամենակարևոր բանն է։ Այնպիսի խաղաղության հաստատում, որը կդադարեցնի այս սողացող կապիտուլյացիայի ընթացքը։ Մենք այսօր գտնվում ենք սողացող եւ չդադարող կապիտուլյացիայի ընթացքի մեջ։ Այսինքն եւ արցախցիների համար եւ հայաստանցիների համար, բոլոր հայերի համար հիմա կարևոր է, որ այս process-ը մենք կանգնացնենք, գոնե մեր միջազգայինորեն ճանաչված սահմաններում, պաշտպանենք մեր պետությունը։ Այս process-ը կանգնացված չի։ Մենք գտնվում ենք ընթացող կապիտուլյացիայի մեջ։ Այս նորից այն խնդիրներից է, որ ներկա իշխանությունները ոչ կարող են լուծել, ոչ էլ ցանկանում են լուծել։ Իրականում ի վիճակի չեն լուծել։ Հա, շատ ներողություն եմ խնդրում։ Եվ երրորդ նպատակը դա կարծում եմ իրատեսական պետք է լինի հետևյալ։ Եթե մենք ուզում ենք ապագայում, երբ որ դրա համար պայմանները ստեղծվեն արցախահայության վերադարձը դեպի պատմական հայրենիք, մենք նախ եւ առաջ պետք է պահպանենք արցախահայությանը որպես հզոր համայնք, որը բանա
իր տեղը ունի, ինչ որ շփվում է ինքը իր մեջ, իր դիրքերը ունի Հայաստանում, այսինքն մի համայնք, որը չի ցրվելու ամբողջ աշխարհով, որովհետև Հայաստանի կառավարությունը չի ցանկանում Արցախայցյան հարցերը լուծել, կամ մեզ պետք չի նաև Արցախայցյան համայնքի այնպիսի կարգավիճակ, ոնց որ իրանք իզգոյ լինեն այս երկրում։ Դա էլ պետք չի։ Մենք պետք է ունենանք ուժեղ համայնք, դրա համար մենք պետք է ապահովենք, որ այդ մարդիկ, որ Արցախում բժիշկներ են աշխատել, չգիտեմ, փաստաբան են աշխատել, դատախազ են աշխատել, ոստիկան են աշխատել, նրանք կարողանան նույն զբաղմունքով զբաղվել Հայաստանում, դառնան մեր հայոց աշխարհի լիարժեք անդամը։ Այսինքն հիմա ինչ որ մարդկանց այդ ինտեգրացիա բառը չի դուր գալիս, սոցիալ-տնտեսական ինտեգրացիա, բայց ուրիշ բառ գտեք, բայց թող ներառումը լինի։ Պետք է դա ապահովենք։ Մենք պետք է պահպանենք հզոր արցախահայ համայնք։ Սա պետք է այս 3 ռեալիստական նպատակներով մենք պետք է գնանք առաջ։ Պարոն Բաղունց, նա տենամ շատ կարևոր բան բաց չեմ թողել, հետո դե վերջին նախադասությունը երևի ասեմ, ամփոփեմ ելույթս։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, որ այս իշխանությունը անկարող եւ չկամեցող իշխանություն է այս խնդիրների լուծման հարցում։ Ես շատ կարևոր մի հատ տեղեկություն ունեմ ձեզ համար, ես դա ժամանակին հրապարակել եմ, ժամանակին Վահան Քերոբյանի ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը Մաքենզիի բաների հայ ազգի կոնսուլտանտների հետ մշակել էր 80-80 ծրագիրը, որի նպատակը այն էր, որ պետք է այդ ինտեգրացիան ապահովի, այսինքն 80% արցախցիների պետք է առնվազն մնային Հայաստանում, 80% պետք է տուն ստանային բաներում, մարզերում եւ 80% պետք է ստանային աշխատանք։ Չէ, չեք հասկանում։ Ամեն ցուցանիշով դա չի գումարվում է։ Տարբեր հարթություններում 80%-ի պիտի հասնենք, հա, դե լավ է։ Հա, ուրեմն դա զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, այնտեղ շատ լուրջ ծրագիր էր, 1000 մենեջեր պիտի նշանակվեր, ամեն մենեջերը 25 Արցախայի հետ պիտի բանի կոնտակտի մեջ լիներ, աշխատեր եւ այլն, սա մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, իմացեք։ Այս մարդիկ ուղղակի չեն ուզում լուծումները։ Իրենք ուզում են, որ այս Արցախի հարցը շուտ ծրվի, իսկ լավագույն ձևը ծրվելու դա այն է, որ Արցախայությունը Հայաստանում այլևս գոյություն չունենա, ծրվի ամբողջ աշխարհով։ Հետևաբար առաջնային նպատակը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը, եթե մենք ուզում ենք Արցախի հարցերը առաջ գնան եւ որ Արցախայությունը ունենա ապագա։ Շնորհակալություն։